շինարարությունը ճամփի թելը չենք ո՞ր կողմով ամտնել է։ Քանի հա հենա կտրած է։ Էս ասիրուն սարքենք ասֆալտ անենք։ Բարև եղբայր։ Բարև եկար։ Ինչ կա չկա, ոնց է, այս ինչ շինարարություն է, ժողովուրդ։ Այս մանկապարտեզի շինարարությունն է, կառավարություն եւ համայնք։ Մանկապարտեզ սարքն է, ճամփեն սարքն։ Ջուրում է, փեչում է։ Ջուրը։ Երկաթգիծը որ գնաց մեկ է ջուր չենք։ Հա, երկաթգիծը գնի։ Մագիստրալը գնում է երկաթգծի։ Երկաթգիծը հենց եկավ այդ ջուրը կտրելու է ու տենց մնալու ենք այն։ Տանք չենք երկաթգծին, բայց մոտ հարցը մենք չլուծի։ Չի պետք է դեմրնեք երկաթգծի, երկաթգիծը ըլնելը հլը դու ասա ըլնի։ Եղբայր մենք Միջև մեր հարցերը չլուծենք։ Մագիստրալը չլինի։ Հլը մեծ շուրջը նայ, այ հլը մեծ այսինքն մենք սովորել ենք որ մենք սենց պետք է ապրենք, հա։ Ամենավատ պայմաններում մենք գոյատևել ենք։ Մենք պետք չի մեզ գոյատևել, մեզ պետք է ապրել։ Տարբերությունը շատ հատեցնում է։ Նկատի ունեմ երկաթգիծը մեզ վնաս չի բերելու, մեզ միլիարդների օգուտ է բերելու, մեզ անվտանգություն է բերելու, այս տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն եւ փոխադարձություն բեռնատարի արումը մեզ ահագին օգուտ կտա։ Որտեղ բեռները կբերենք, ասենք նույն Իրանից այդտեղ բաներ կսարքենք, ու տեսեք, որ մեր մոտ ասում են գները այդքան բարձր են։ Գիտեք, դա կապված է շատ հիմնական կապված է տրանսպորտային խնդրի հետ։ Անդադ տրանսպորտային բարդ բաներով ենք գալիս։ Բայց դե հիմա ստեղ ինչքան հող կա ընդհանրապես։ Գյուղի ընդհանուր ոռոգ բանը մշակովի հողատարածքները 87 հեկտար։ Իսկ գումարած կոոպերատիվի հետ 150 հեկտար։ Պետությունը տվա։ Կա նռնաձոր կոոպերատիվ։ հələ մի բան ասեմ, հələ տեսեք կարող է ես լավ չեմ հասկանում, էլի։ Ասենք ենթադրենք հիմա արևային էներգիան կա։ Ասենք ենթադրենք այս սարերի վրա բաներ սարքենք։ Ջրամբարներ սարքենք, պուճուր։ Մեծ չէ, ինչքան կտեղավորվի։ Արևային էներգիայով ստեղ բաները դնենք ձեր մոտ, պանելները։ Նասոսներով ջուրը բարձրանա վերև, այս դոշերում կտրենք կամած բաներ, տերասային այգիներ սարքենք։ Դա շատ խելագար միտք է, թե կարա լինի։ Այսինքն բերք տեղեր ունենք այս կոնկրետ հարավային լանջերին, էլի։ Չէ, կոնկրետ տեղ ունենք մեր ձորում, որ ջրամբարի համար մի 20 մետր լայնություն է, ինքը բնական ժայռի մեջ է։ Տակով չի գնում, լրիվ ժայռ է։ Ամբողջ ջուրը ինչքան տարածքում ցամաքում է, գալիս ատեղով հանում։ Այս տեղեր ունենք, որ կարելի է, երբ որ արդեն այդ վերևից ծաղկացողի ջուրներ կա, այդ ջրամբարը կառուցեք։ Մի քիչ կար որ մտածում եմ, ասենք 100 տարվա վրա, էլի։ Բացեն որ մեր եղած հողերը պետք է 100% մշակենք, ստեղի կլիման ափսոս է, էլի։ Այսինքն անասնապահության խնդիրներ կոնկրետ մենք ունենք։ Եղբայր, ես մի բան ասեմ, ասենք իմ կարծիքով այս տարածքում անասնապահությունը էֆեկտիվ չի, որովհետև այստեղ միլիոնների բերք կարելի է ստանալ։ Նուրի չէ, էլի ինչ ասում եմ, դու ասում ես գոյատևել։ Դե լավ։ Պարոն վարչապետ, կարելի է։ Եթե դուք ուզում եք միլիոնների բերք ունենաք, այստեղ առաջի հերթին կարևորը ջուրն է։ Հիմա ասեմ դուք իմանաք, մեր ջուրը գալիս է Մեղրու գետից։ Եթե երկաթգիծը կառուցվում է, առաջի հերթին այդ ջրի հարցը պետք է ոռոգման լուծվի։ Ամենաառաջի հերթին նոր երկաթգիծը կառուցվի։ Հենց երկաթգծի տեղով է գալիս խողովակ։ Ճանապարհը որ խողովակը կտեղափոխեն կամ տակով գնում, ասենք ճամփի տակով խողովակ չի գնում։ Չէ, տակով չի գնում։ Հենց երկաթգծի մեջով է գնում։ Քանդածա գցած գծի մեջ է։ այս որ ճանապարհը Այ ժողովուրդ ջան, եթե այդ երկաթգիծը սարքենք դա միլիարդների ծախսի մասին է, հիմա այդ տրուբեն չեն կարող լուծել։ Պարոն վարչապետ, այդ տրուբեն կարող է ձեր մարա փոքր բան ապրանք տեղափոխել կամ բայց մեր մար դա մեր հիմնական միջոցն է։ Եղբայր, ես ուրիշ բան 30 տարի թույլ կտակ ասել։ 30 տարի մենք այստեղ կյանք ենք խորտակել, որ հիմնենք այգիներ ու օրի այգիները ավելանում է, մարդիկ տնկիներ են դնում։ Լավ, ապա այդ ենք։ Ահա, դրա համար ոռոգման ջուրն է մեզ պետք։ Իսկ եթե
Եղբայր ուրիշ բան եմ ասում։ Սկզբից պետք է ռոռոկման ցանցը տեղափոխվի, նորեն մնացածն ուրիշ ազգի։ բան եմ ասում, ասում են, որ երկաթող են սարքի, այդ 250-300 միլիոն դոլարի ծախսա։ Այդ 250-300 միլիոն դոլարի ծախսի մեջ 10 միլիոն դոլար էլ ավել դնենք 20 միլիոն դոլար, որ ձեր ջրի հարցը Դե համար մենք ընդհակառակը դուք պետք է ասեք, որ այսքան փող մտնի ստեղ, այդքան փողի մեջ մի 5-10-15-20 միլիոն դոլարը Դե դրա համար ձեզ նախորոք ենք ասեմ, որ դուք իմանաք, որ դուք անտեղյակ չլնելով բերեն քանդեն, հետո մենք մատներներս, բերաններս մնանք 30 տարվա կրդինքն է հեչան։ Այդ ընդունեց չի կարող այդպես բան։ Երկրորդը։ Ես որ բարձրնի, ես երաշխավորում եմ չի կարող այդպես բան։ Ահա, всё։ Բացառված է, մոռացեք։ Դա եթե դու ժողովրդի մեջ ասում ես, ուրեմն քո խոսքի տերն ես։ Միանշան։ Դե Բա մեր խնդիրն են, որ ընդհակառակը, բա ես նոր ինչ էի ասում, չլսեցիք, ասում էի ընդհակառակը բերենք նասոսներով են վերևներ փուճուր տեղը ջուր ամբարենք, որ այս լանջերը սախ կանաչի, դու ասում ես այս երկրորդ հերթին։ Այնտեղ մենք ունենք ռոռոկման ցանցի հետ կապված, մի եթե այգիները մեծանում է, հերիք էլ է նասոսները հերիք էլ է։ Բայց երկու հատ է նասոս պետք է դրվի, որ դա մեր ուժերից վեր է։ Այսինքն որ ամբողջովին սկսվի ռոռոկվելը հերթականությունում։ Դա անցած տարի 3 տարի առաջ Կարմիր խաչը բերեց երկու հատ նասոս իր մոտորով, դրեցինք գոհենք, շնորհակալ ենք։ Բայց այնտեղ ունենք մենք տեղ, որ 4 հատ պետք է աշխատի։ Այսինքն գիշեր-ցերեկ։ Ես համաձայն եմ։ Եթե հնարավոր է այդ հարցին լուծում տված, որովհետև դա ջոյի մակարդակով չի, դա արդեն կոասած 10-20 միլիոնի, չգիտեմ, ինչի հարց է։ Ուրիշ բան եմ ասում։ Ես հիմա մտածում եմ, որ տեսեք, մեր մեծագույն ջրի հետ կապված ռոռոկման, մեր ջրի հետ կապված մեծագույն խնդիրը էլեկտրական հոսանքի փողն է։ Այսինքն էլեկտրական այդ արդյունաբերական էլեկտրական հոսանքարում ենք ջուրը մղում ենք, բայց պարտքավոր կուտակվում։ Հիմա իմ մտածածը ինչ է, ասում եմ տեխնոլոգիա կա, բերենք արևային պանելները շարենք, այդ արևային պանելների տերը դարձնենք համայնքին ասենք, բերենք մենք դնենք, նասոսներ դնենք, պանելներ դնենք, բայց տանք համայնքին ձեզ, որ հետագա սպասարկումը դուք ամբողջությամբ իրականացնեք։ Բացի այդ էլեկտրականությունը, հմի որ ջուրը գալիս է մեղրուգետից, էլեկտրականություն պետք չի, այնտեղ մենակ սպասարկումն է։ Հմի որ մենք այդ ջուրը մեղրուգետի չունենանք, այ հենց հիմա ջուր չկա մեղրուգետում։ Եթե ջրամբարը սարքված լիներ կլներ, ջուրը կլներ։ Հիմա դրա հետ կապված բան չասեմ, մի հատ մեր գործընկերներին հարցնեմ, որն է դրա լուծումը։ Եթե հնարավոր վարչապետ Արտակ ջան, կներես, պարոն վարչապետ, մենք ավելի լավ տարբերակ առաջարկենք արևայինի կոոպերատիվը, որ հիմնել ենք ու հիմա արդեն Ինչ կոոպերատիվ։ Լեռնաձոր գյուղատնտեսական կոոպերատիվ։ Արդարադատության նախարարության պատկանող հողերը, որ վերադարձել։ Այդ հա, ես եմ պայմանը դրել, ասել եմ կոոպերատիվ կստեղծեք, պայմանը կդնենք։ Ձեր գործերը հեշտացավ ահագին։ Ալիք կոոպերատիվի նախագահն է ներկայացրու արևային պանելների էսպային արվող աշխատանքը։ Ձեր պարոն Ղուկասյան։ Հա, բայց մի հատ էլ չեք ասում, այդքան քանի հեկտար հող է կառավարության որոշմամբ։ Բասում եմ ինչքան հող մի հատ կես բերան չեք էլ ասում, այդ քրեակատարողականների հողերն ա եղել, տվել ենք ձեզ։ Դա շնորհակալություն ձեզ էլ պարոն Մարսպետին էլ այդ հողերը կոոպերատիվին տալու հետ կապված։ Դե մենք զորով է դուրս քաշում այդ բաները։ Մի հատ չեն ասի, այս հենց բան է կարեն, հենց բան է կարեն, հենց բան է կարեն։ Մանկապարտեզ ենք սարքում, պարոն Պապիկյան, ճամփա ենք սարքում, հողը տվել ենք, էսա մնացած կներես։ Դրա հետ կապված շնորհակալություն որ տվել եք, բայց մի քանի բացեր կա։ Նախ ժամկետի առումով տվել ենք վարչակալության 10 տարի ժամկետով, մենք էկոնոմիկայի նախարարության ծրագրերից չենք կարողանում օգտվենք այգին արագ հիմնելու համար։ Մեր միջոցներն էլ սահմանափակ է, որտեղ գյուղի 33 բնակիչ ընդգրկված են կոոպերատիվում ունեն սահմանափակ հնարավորություններ։ Մենք չենք կարողանում մեր ուզած տեմպերով զարգացնենք։ Դա իր հերթին, այնտեղ ջրային բանը Սյունիք ջոն առայժմ պայմանագիր խուսափում է մեզ հետ կապելուց, մի քանի օր առաջ էլ եմ խոսացել։ Ինչի, էլ է ջանքեր։ Չէ, բաներ նասոսներ, եթե խնդիրներ ունեն, անցած տարի չկապան ըմբռնումով մոտեցան դրան, որտեղ տարվա կեսից։ Հազար ներողություն, էլի, սենց ցակուցրիվ չի, ես ինչ եմ խնդրում։ Եկեք մի հատ կարճ, բայց կոնկրետ։ Մի հատ բաները գրեք
անելիքների ցանկը, հիմա ես խնդիրը դնում եմ հետեւյալ կերպ, որ այդ 100 քանի հեկտարը 47 ու պլյուս այդ 147 հեկտարը 100%-ով դառնա ժամանակակից այգի։ Կոոպերատիվն է, որ ստեղծել եք 1000 հատ ծրագիր ունենք։ Հիմա ես ինչ եմ խնդրում, մի հատ կարճ մաքսիմում 2 էջանոց։ Խնդիր ձեր պատկերացրած կամ առաջարկած լուծում մի նախադասությամբ։ Խնդիր, եթե լուծում չունեք, ասեք լուծումը դուք մտածեք։ Խնդիր, լուծում ու ուղարկեք իմ անձամբ իմ էլեկտրոնային փոստին ուղարկեք, որ չգնա տենց պտտվի, որովհետև այս ծրագիրը ինձ համար շատ կարևոր է, որ այդ բանն արել ենք, կոոպերատիվը ստեղծել ենք, կառավարության նիստերին էլ ասում եմ, անդադ չեն ստեղծում, մի հատ որ հաջողված կոոպերատիվ ունենանք, ուրիշ տեղերից էլ ինձ համար էլ անձամբ կարևոր, մարդկանց բերենք, ասենք, տեսեք, ոնց է համախմբելը, ոնց է օգուտ տալիս, բայց դե պետք է խոստանաք, որ իրար մեջ կռիվ չեք անելու նորմալ։ Փառքը դες խնդիր չունի։ Ստար 2000 ծառ ենք արդեն տնկել։ Պայմանա կարեցա ասեմ ինչ նկատի ունեմ։ Խնդիրները ձեր բայց ըստ կարևորության, էս էլ է շատ կարևոր։ Որտեւ եթե 15 խնդիր գրեք, էլի գրեք, բայց այդ 15 խնդիրը եթե ուզենանք միանգամից լուծենք, ոչ մեկը չենք լուծելու։ Պետք է վերցնենք առաջ 3 խնդիրը, կպահենք։ 3 խնդիր լուծենք, տեն գանք տենանք արդյունքը եղել է, հաջորդ 3-ին անցնենք, հաջորդ 3-ին անցնենք։ Պարոն վարչապետ, այս մարդիկ երկար ու ձիգ տարիներ այդ հողը մշակել։ Ինչ պատճառներով չեն կարողացել օրինականացնել։ Ձեր վերջի ելույթն լսանք, աճուրների հետ կապված խնդիրներ կար եւ այլն, հողի կադաստրային գնի հետ կապված, ամեն դեպքում գյուղում ունենք մի 12-13 կտոր հող, որը Ինչքան ընդհանուր հեկտարը չեմ կարող ասել։ Պարոն Փաշինյան, երևի մի 15 հեկտար, 17 հեկտար տարբեր մարդկանց կտորներ է, որը որ չի օրինականացվել, բայց մարդիկ այդ հողը 20 տարի ավել մշակում են։ Այդ բանի մեջ կգրեք։ Իմ անձամբ իմ էլեկտրոնային փոստին։ Պարոն վարչապետ, Նռնաձոր վերնագիր է, որ գրած է։ Որտեն ինչ կա չկա գրեք։ Իմ ասածը նոր ինչ որ մեկը որ հիմա հողա ուզում դրա մասին չի, այն մարդկանց մասին է, որոնք երկար տարիներ հողը մշակել։ Շատ լավ։ Այս բանը ես միշտ մեր ժողովրդին հետ եմ ասում եմ ժողովուրդ ջան, գալիս ենք գյուղ, պետք է կոնկրետ անեք, որովհետև ասում են էս կա, ես չեմ ասում չկա։ Բայց որ հիմա 30 հատ խնդիր դնեք, դուք էլ եք շփոթվելու, ես էլ եմ շփոթվելու։ Պետք է հերթում ըստ կարևորության։ Ընդ որում պետք է սկսել այն խնդրից, որի լուծումը հեշտացնելու է մյուսի լուծումը։ Հաջորդը, որի լուծումը հեշտացնելու է մյուսի լուծումը, ու տենց շարունակ։ Բանի, այսինքն դա էլ է կառավարման մեթոդ է, էլի։ Թե չէ մտնում են գյուղ, որտեղ տոննայով խնդիր կա։ Հիմա 1000 խնդիր, որ ուզենան գյուղում ձևակերպենք, 1000 խնդիր կգտնենք, բայց եթե 1000 խնդիրը հիմա գրենք, ասենք գնանք լուծենք, այդ նշանակում ոչ մի խնդիր չեն, ուղղակի խոսում ենք, նենց խոսում ենք։ Ասֆալտ լինելու է այս ճանապարհը։ Միանշանակ եւ առաջի փուլը անցպրծնելու է, երկրորդ իսկ հիմա որ ենք ասել, որ ես անկեղծ ասած, ես 1000 ներողություն, բայց ես չգիտեի, որ ես ճամփ եմ ասֆալտ։ Ինձ ասում էին դե ճամփա ենք սարքել երկաթուղու վրով, բայց ես գաղափար չունեի, որ ասֆալտ արել։ Բայց սովետի վաղ ոնց է եղել։ Կապերով է եղել, որը գոյություն չունի։ Ինչով է եղել։ Կապերով։ Սարի դոշով պատա շարած եղել, պատի վրով գնացել։ Չէ։ Դες კი կամազներ չէր գնում։ ձի ճանապարհը եղել։ Իսկ ուր ենք հասել։ Ձեր կարծիքով սեպտեմբեր պետք է վերջացներ։ Ասֆալտն հետ։ Չէ, առանց ասֆալտի։ Սա երկու փուլ արնելու։ Մի հատ հողային է արվելու, երկրորդ փուլը արդեն ասֆալտ։ Հիմա տեսեք, որ այդ հողերը լրիվ մշակում ենք, չէ, իրար հետ։ Այսինքն որ ապրանք եք ունենում, ստեից արտահանելու ապրանք եք ունենում, այդ ասֆալտը դառնում է ոչ թե նենց ուղղակի ասել ենք պետք է անենք, բայց դառնում է տնտեսապես հիմնավորված բան։ Ապրես, դրա համար ջուր է։ Շատ կարևոր է։ Գնացի ես։ Գնացի։ Ջուրի հարցը լուծ։ Պայմա 16 միլիոնով ինչքան է սարքվելու այս տունը։ Ո՞վ է տանտերը։ Տանտերը ո՞վ է։ Կապ չունի, աշխատանք է։
Եղբայր 11 միլիոնով ինչքանն է սարքվելու։ Պարոն վարչապետ, ամբողջը։ Հա, շատ Բացի կահավորելուց։ դե կահավորելու։ Իսկ իրանք են սարքում, թե հավաքվել եք իրար։ Չէ, իրանք։ Պարոն վարչապետ, 10 տուն ունենք նախագծած, որից 6-ը այս վիճակում է, անգամ տներ կան, որ մեջի գիպսոնի դսվաղ արած է, 4-ը ֆունդամենտի վիճակում են։ Շատ Շատ